Ուրեմն սա դառնում արդեն դոգեն են շանալն կեղտաբերանի երկրորդ դոգ 2 պատմությունը։ Ուրեմն 3 չարաչորը մի հատ տեսագրություն եմ տեղադրել Facebook-ում, որտեղ Հայաստանի բնակչության 80%-ին անվանում եմ ժեխ, որովհետև ժեխ են, տգետ են, դե տեսնում եք էլի։ Մի մարդ, մի հասարակության մի մասսա, մի մեծ մասսա, ես կասեի ծնշող մեծամասնությունը, դե հիմա մի 5%, 10% ավել պակաս նշանակություն չունի, եթե գնում է հերթ է կանգնում, որ Նիկոլին համբուրի, հերթ է կայնում, որ բերի մի հատ ինչ-որ պեչենի տաս, ես էլ թեյով կուտեք, կամ գնում է ինչ-որ, գնում է չի գնում ծիծեռնակաբերդ, ուրեմն հարգելու ուրեմն եղերն ու զոհերի հիշատակը, դրանից 20 ժամ չանցած գալիս ամիրան փողոցի վրա խորոված ուտելու կամ ասենք իմ ժեխ անվանելը իրանց ավելի շատ է հուզում վիրավորում, քան թե այն ինչ որ Նիկոլը անում է այդ երկրի ու իրանց գլխին 8 տարի։ Այն որ Ալիևը ավերում է իրանց եկեղեցիները, սրբությունները, Նիկոլը պղծում է եկեղեցիները հոգևորականներին, դա իրան չի վիրավորում, էլի ճշող մեծամասնությանը, դե թե վիրավորեր մեկը ձեն կհաներ, բայց քանի որ ձեն հանող չկա, նշանակում է բոլորը սուսպուս ոչխարի պես կուլ են տալի, ես էլ դրանց անվանում եմ ժեխ, բա ժեխ չեն, բա ինչ են, համենայնիվս ես իմ տեսակետը հայտնել եմ, հիմա անկերս զանգել է պրոֆեսորը, բա այդ ինչ բան հայոյանք բան են գրել, ասում եմ դիտավորյալ եղբայր, հայոյանքները բանը մեկնաբանությունները չեն փակել, նույն են դոգի համար հիշում եք դրա հետևորդներն էին հաչում վրա են տվել, նույն ձևով, ասում եմ մեկնաբանությունները չեն փակել, որ նորմալ մարդիկ ովքեր դիտում են, ովքեր լսում են, համաձայն չեն, մտնեն մեկնաբանությունների մեջ, մեկնաբանություններ գրողներին տեսնեն, դե նայում ես մարդը ինչ ձևա մեկնաբանություն գրում, ինչ բառապաշարով, կին կա կանեց մի հատ հայոյանք է գրում, խփում ես այդ կնոջ անուն վրա, դա տեսնում ես, դա կին է, թե պարզապես կին կոչվում է, բայց ինքը այն ամենա բերթից դուրս եկած տղամարդուց գեշ բեթար 7 հարկանի հայոյանքներ է տալիս։ Հիմա անկերս ասում է, այնտեղ 50-ատ ինչ որ հայոյանքից 50-ից ավել հայոյանք բանման, ասում եմ եղբայր, ասում եմ, մի քանի հատ հայոյանքներ կա ինչ որ գրել են, բան են արել, ասում եմ դիտավորյալ ես կարամ բլոկ անեմ, որտեղ դա իմիջն է։ Այդ մարդիկ մտել են, այդ դրա համար են ժեխ, դրա համար են տգետ, որտեղ միայն ժեխը կարա իրան թույլ տա, մտնի ուրիշի կայքը ինչ որ հայոյան գրի։ Ես ուզում եմ ժեխի թեմայով մի հատ առանձին տեսագրություն անեի, հետա ձգեցի մի քիչ մի օր երկու օր, մի քիչ զբաղված էի, բայց ոնց որ ասում են ուրբաթը 5 շաբթօրվանից շուտ եկավ, շաբաթն էլ ուրբաթից շուտ եկավ, դրա համար հիմա որոշեցի խոսեմ, որտեղ միայն ժեխը կարող է մտնի անծանոթ մարդու կայքը, նրա տեղադրած նյութի տակ լինի դա գրավոր կամ տեսա նյութի տակ, մի բան գրի, հայոյան գրի, նորմալ մարդը անցնում գնում է, ես օրական 100 հատ բան կարող եմ տեսնեմ անձամբ ես, կարդամ ու ինձ այդ մարդու գրածը դուրս չի գալ, իմ սրտով չի։ Ես Նիկոլին ատելով ատում եմ, բայց ես կյանքում ինձ ցույց չեմ տա մտնեմ Նիկոլի էջում ինչ որ հայոյան գրեմ։ Կամ ասենք, չգիտեմ, Կոլջոյանի կամ ես իմ Արսեն Թորոսյանի կամ մյուսի, հասկանում եք, նույն Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ Աշոտյանի։ Ես այդ մարդկանց չեմ ընդունում, չեմ հարգում, բայց կյանքում ինձ ցույց չեմ տա մեկի էջի մեջ հայոյան գրեմ, այս սա է իմ տարբերությունը եւ այն մի 20-25% որ խելացի, քաղաքավարի, դասիրակված կանել են, գեղսիները չէ, որ եկել են բանում ֆրֆռում են ամիրանի վրա, որ են նշանից տա, որ մի հատ կպցնեն դոշին, մի հատ էլ պեչենի տա կապուտ գույնի, ես եկեք թեք խմեք։ Այ ոնց որ նացիստական Գերմանիայում ֆաշիստները հрьяաների դոշին այդ Դավիթի աստղն էին կպցնում կամ բիզնեսների վրա գրում էին, որ բոլորը տեսնեն աչքին գնեն, այսօր Հայաստանում ովքեր որ տեսնեք այդ Հայաստանի նշանը, կրծքանշանը մեծ խփելա դոշին, իմացեք ժեխա, որովհետև Հայաստանին, Հայաստան երկիրը, հայ ժողովրդին, պատմությունը, մեր եկեղեցին, մեր ինչ ասեմ, իրականությունը, ասեմ, մեր էությունը պետք է սիրել առանց կրծքա նշան խփելու, ով որ դրանից տեսեք դոշին խփած կա, ուրեմն գնացել է ժեխի պես Նիկոլի ոտերն անգե որ մի հատ Նիկոլին պաչի, Նիկոլի նման դավաճան սրիկա այդ մի հատ սելֆի անի, որ դրանից տան մի հատ խփի դոշին, մի հատ էլ հիմա ատես մի հատ տխմար է սա, կարող ճանաչում եք, հետևորդներ ունի, Գոր Նիկողոսյան, նշանի ծերոմա, նայեք այդ նշանը ցույց է տալի, որ ինքն էլ է ժեխ, ես չգիտեմ սա ով է,
Բայց միայն ժեխը, միայն տագետը, միայն վախկոտ թուրամորթը կարա վերցնի անծանոթ մարդու իմ տեսագրությունը, ձայնագրությունը, շերանի, վերցնի, այսինքն իմ էջից կամ ինչ-որ մեկի էջից, դնի իր էջը ու ինքը նստել է իմ հետ կռիվ անում, ինձ ինչ-որ հայհոյում է, մորա հիշում, այս է սրանց սրբությունը, սրանք սաղ դոգի դբրոց անցած, այս ազգը 80%-ը դոգի հետևորդներն են, սրանց մոտ սրբություն չկա, ոչ կին, ոչ երեխա, ոչ ծնող, այս դուրակ տուֆտ են, չեմ անում ով է, հիմա մի հատ ուզում եմ զանգեմ ասեմ, այ էշ, այ յոնջա ուտող, այ ժեղ, ես Արմեն Պողոսյանն եմ, Նյու Յորքում եմ ապրում, օգոստոսի 15-ին գալիս եմ Երևան, բան ունես ինձ ասելու, ասա որտեղ գամ հանդիպեմ, դու քո ցասումը զայրույթ ինձ հայտնի, վերցրել է Facebook-ով իմ ձայնագրությունը տեղադրել է, ինձ հետ կռիվ է անում, առանց մտածելու, որ ես չեմ տեսնում սա, էլի չկա էլի անուղեղ ժեխ են էլի, Անդեղ տակից էլ իր հետևորդներ իր անման ժեխեր ես մեդալը, ես Հայաստանը, թե չէ Տրամպի դոշի, որ Ամերիկայի դրոշը խպած չկա, Տրամպը Ամերիկա չի սիրում, կամ մենք եթե Հայաստանը չունենք ստեղ խպած, մենք Հայաստանը չենք սիրում, կամ Մակրոնը, որ Ֆրանսիայի դրոշը սենց վրան չկա խպած, կամ Ալիևը չունի, իրանք իրանց երկիրը չեն սիրում, էլի, սրանք են Հայաստան սիրող, մենք էլ սիրող չենք, հլը, սենց այսպես տուֆտեկն են, այս ազգը սենց տուֆտեկն է, անեց որ ժողովուրդ Սիրելի խելացի հայրենակիցներ, որ տեսնում եք, սենց մեկը մտել է ուրիշի կայքը, իմ կայքը, ձեր կայքը, Մարուկյանի կայքը, Պողոսի կայքը, Նիկոլի կայքը նույնիսկ հայոյանքա գրում, հերվից, առանց այդ մարդուն տեսնելու, իմանալու, իմացեք, դրանք բոլորը ժեխից են։ Հիմա մի ժեխել սա է, նորից եմ ասում, մտել է կռիվ անում, ինքը իրա եթերա դուսեք է, ինք իրան կռիվ անում, իմ հետ ինչ-որ բանա ինձ մենամարտիա կանչում, մենամարտիա սենց էլի իրա բանով էլի, սրանմաններին մի հատ որ սենց հոպ ես անում, տակը կեղտոտում է։ Լսում ես արա, Գոր Նիկողոսյան, հուսամ հիմա սա իմ տեսանյութը գգա քեզ կհաստի, ես օթի մեջ քեզ չեմ կրակում, ես իմ խոսքը ուղում եմ քեզ, ես չեմ ասում, ժողովուրդ, ապա նայեք, սա ինչ ասում, բանով ինձ իմ ձայնագրությունն այդում ժեղ, Գոր, ափսոս էտ անուն էլ որ քոնն այդ, մա դալից էլ մի հատ ճակատին ճպստես, Արմեն Պողոսյանն եմ, օգոստոսի 11-ին ժամանում եմ Երևան, Ամիրյան փողոցի վրա եմ ապրում, որ այսօր ապականեցիք ձեր խորովածով, գրի ինձ անձնական նամակով տղամարդ ես, դուխ ունես, գնա Նիկոլից էլ մի հատ են դուխով գլխարկից վեկալ դիր, կարող է մի քիչ դուխդ մի քիչ մեծանա, էլի, ինձ անձնական նամակով գրի, հետո այդ կնակարը հանենք քո հանդիպումը, թե դու ինձ ինչ ես ասում, ինչ ես անում, կդնես քո հետևորդները տեսնեն, ու կտեսնենք մեզանից իսկապես ժեխը ես եմ, թե դու ես, թե իսկական ժեխ ես, ճիշտ եմ ասում, թե սխալ եմ ասում, այս սենց է, իսկ օբշի ժեխերի մասին ժողովուրդ, որ ուզում էի խոսայի, 2-3 հատ այս սխանորը ձայնագրություն եմ դրել, մտեք տակը կարդացեք, ով որ հայոյանքա գրում, անգրագետ հայերենով իրավորանքով բան, այ 70% ժեխ ասելով դրանց նկատի ունեմ, որտեղ նորմալ մարդը երբեք չի մտնի ուրիշ էջը, անվայել խոսքեր չի գրի։ Ու նորմալ հայը պատիվ ունեցող կրթություն, դասիրակություն ստացած այն սահմանը գիտի։ Ես Գոր Նիկողոսյանին կարող եմ հայոյել, ես տուֆտին Սա տուֆտայ է, տուտուց տուֆտայ է, բայց երբեք սահմանը չեմ անցնի, երեխա ծնող չեմ էթա, այս սրանք սենց են էլ, էսա, Նիկոլի հետևորդ թուլեկն են, նայք, այսօր է մեկը կար են, սենց բանի ապուշի լպստած պրիչոսկով Ամիրանի վրա ֆրֆռում էր, են բանը ստեղ գցած, անթաց սպասում էր, որ եկեղեցիներում էթո մուտիլովկա էր անում, այս սրանք են, երիտասարդ, խուճուճիկ, Արմեն Պողոսյանն եմ, Ամիրան փողոցից, բան ունես ասելու, կապնվիր ինձ հետ դուխով տողուպես արա, չէ, ուրեմն քաքի ու քաքդ կեր ու նստի քաքիդ վրեն, այսքան բան, ներողություն եմ խնդրում, քաք բառը արտասանելու համար, ամենայն բարիքներ բոլորիդ։